Ինչքան ինձ հիշում եմ այդ ցանկությամբ, այդ երազանքով, որ կինո լինել դերասան կինոյում։ Ինքնս ինքան դարձա կինոպրոդյուսեր, ոչ թե դա ինձ համար չի եղել երբեք ոչ նպատակ, ոչ երազանք, ինչպես լինել դերասան կինոյում։ Առաջին հերթին ինձ հետաքրքրում է, թե դու ինչ ես աշխարհ բերում։ Այսինքն Իվերջո ինչ ես ստեղծում, որը ապրում է քեզ զուգահեռ կամ արդեն քեզնից հեռու։ Ցանկացած ստեղծագործության հետ, որ դու առնչվում ես, դու զգում ես իր հետևում կանգնած մարդու աշխարհայացքը, պատասխանատվությունը կամ բացակայությունը, իր աշխարհը, իր պատուհանը, որով ինքը նայում է այդ աշխարհին, իր ու այս ամբողջ աշխարհաստեղծման հարաբերությունը։ Կինոյի ասպարեզում, ինչպես եւ մնացած երևի արվեստների, շատ տարբեր բաների միջով եմ անցել, շատ տարբեր հետաքրքրությունների, ողբերգությունից հասել եմ լեգենդին, այս պահին։ Կինոյի ասպարեզում դերասանի մասնագիտությունից բացի մնացածը, ինչ որ ես անում եմ կամ դեռ անելու եմ, որտեղ զգում եմ, որ դեռ ուրիշ բաներ եմ անելու, մնացածը ես միշտ սկսել եմ անհրաժեշտությունից։ Այսինքն, որովհետև չի եղել, ես որոշել եմ, որ դե չկա, ես կփորձեմ։ Ժաննան էլ որպես նախագիծ շատ հրաշքով սկսեց իր ճանապարհը, այսպես ասեմ, նույնիսկ չեմ կարող ասել հաջող, որովհետև ես նույնիսկ այդ պահին շատ գիտակցված մակարդակի վրա չէի անում, ինչ որ անում էի, իսկապես 50%-ով ենթագիտակցական մակարդակի վրա էի անում։ Ժաննան ընկավ Պուսանի կինոփառատոն նախագծերի պլատֆորմ, ստացավ մրցանակ ու դա ինձ ճիշտն ասած հրաշքի նման սկսեց օգնել, որ ես դառնամ պրոդյուսեր, որտեղ ես արդեն շատ հեշտ սկսեցի հրավիրվել կինոփառատոններ, գնալ պրոդյուսերական հավաքների, մեզնից շատ ավելի զարգացած երկրներ, Եվրոպայում, Ասիայում շատ ավելի արդյունավետ համակարգ են մշակել պրոդյուսերական գործունեությանը նպաստելու համար։ Եվ դա արել են այն պատճառով, որ կինոն ընդհանրապես աշխարհում այսօր դժվարություններ ունի։ Այն պրոդյուսերները, որոնք գնում են արտասահման, շփվում են դրսի համակարգի ու պրոդյուսերների հետ, տեսնում են այն դժվարությունները, որոնց առաջ իրենք կանգնում են եւ այլն, առաջին հերթին խոսքը այդ օրենքի մասին է։ Դա հիմք է, ոչ ոք չի ասում, որ այդ օրենքը հրաշքի նման կինոարտադրության բոլոր խնդիրները կլուծի, բայց այդ օրենքը շատ բան կփոխի։